Նոր տարվա գիշերը անցկացրել եմ խրամատներում, մինչև լույս առավոտ, և հետո գնացել եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, Վեհափառ Հայրապետին շնորհավորելու, և մինչև ամսի 5-ը ինքս ինձ համար սահմանափակված դուրս չեմ եկել, ոչ միտեղ չեմ գնացել, որպեսզի Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին գնամ ավանդությամբ հաստատված Հաղարծինի վանքում մեր ավանդությունը դա։ Եվ դրանից հետո է իրականում մեր նոր տարվա կամ ամանորյա տրամադրությունը շարունակվել պայմանավորված Սուրբ Ծնունդով և Աստված հայտնության տոնով, որ ամսի 5-ին և 6-ին է, միջալուց կանդրադառնանք։ Այո, խորհրդին։ Այս տարին ինչ էր, ինձ համար անձնապես իր բոլոր առումներով ես չեմ դադարի ասելու, որ իմ ամենաերջանիկ ժամանակահատվածն ա եղել։ Իր բոլոր տագնապներով, դժվարություններով, մարտահրավերներով, ստացած հայհոյանքներով, զրպարտություններով, ստերով, սպառնալիքներով, ամեն ինչով հանդերձ,